Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Բարև ձեզ, պարոն Աբովյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Օրերս տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը եւ առաջարկ Հայաստանի նախագծի շնորհանդեսը եւ նաեւ փաստորեն ցուցակները հրապարակվեց, որով որ մասնակցելու եք ընտրություններին, դուք 14-րդ տեղում եք, ինչով է պայմանավորված այս փոփոխությունները։ Ես փոփոխություն չեմ տեսնում իրականում, գիտեք, քննարկել։ Դե օրինակ Իվետա Տոնոյանը 12-րդ տեղում էր, Միքայել Մելքումյանը 13-րդ, Կարկառուն, այդպես Բարգավաճ կուսակցության անդամները մի քիչ հետ են իրենց։ Գիտեք, նախ ես համարում եմ կոռեկտ չի քննարկելով որ տեղումը ամենայն հարգանքով ձեր հարցին, բայց դրա հետ մեկտեղ էլ գիտեք, այն գլխից էլ ասում ենք ու կրկնում ենք։ Ամենասկզբից ասվել է, թե Գագիկ Ծառուկյանի կողմից, դե առաջնային իհարկե, պարոն Ծառուկյանը ընդգծեց դա, թե մեր թիմի կողմից, տեսեք, պետք է դուրս գալ մանդատակռիվ կամ համարակռիվ այդ տրամաբանությունից։ Խնդիրը ինչումն է։ Խնդիրը նրանում չի ով մանդատ կստանա, չի ստանա, թեև ես համոզված եմ, որ չեմ ուզում հիմա մանրամասնեմ, բայց այնուամենայնիվ ասում եմ խնդիր չի լինի այդ առումով, բայց որպես ընդդիմադիր խնդիր չի, իշխանություն որպես խնդիր չի լինի, այսինքն իշխանության կկա թե ընդդիմության մանդատ, այո, չէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը միշտ էլ եւ դա նորմալ է, դա տրամաբանական է, պայքարում է, որ ինքը ոչ թե եւ ոչ այդքան իշխանության գա, չնայած այո իշխանության գա, որ դու լծակներ ունենաս իրականացնես այն ամենը, ինչ դու իրականացնում ես, բայց կրկնում եմ նույն պարոն Ծառուկյանի խոսքերը, որը հայտարարեց, որ ինքը ըստ էության չի հավակնում կամ չի ուզում, բացարձակ իշխանություն եւ այլն։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է։ Նախ իմ գործընկերների մասով, իմ մասով, ցուցակի մասով եւս մեկ անգամ կրկնեմ կոռեկտ չի, բայց կարող եմ ասել, որ ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ եւ ուղղակի գիտեք, sense կարդում եմ մեկ-մեկ, ինչ են գրում, ինչ են հորինում կամ ինչ են։ Դե Գագիկ Ծառուկյանը բացատրեց, որ թարմություն պետք է լինի, նորություն լինի, մարդիկ հոգնել են հին դեմքերից։ Ես եւս մեկ անգամ կրկնեմ, կարծում եմ, որ պետք է խոսքը ոչ միայն ուղղակի հասկանալ, այլ նաեւ հասկանալ անուղղակի, ինչ վերաբերում է հասկանում եք ոնց հիմա ես քննարկեմ տեղ բան մի խոսքով շատ մտածված, շատ ճիշտ, լիովին համաձայն ենք, լիովին անվերապահորեն, մենք մեր առաջնորդին վստահում ենք, անվերապահորեն հավատում ենք, մենք գիտենք, որ այնինչ արվում է ոչ թե Արման Աբովյանի, Իվետա Տոնոյանի կամ չգիտեմ, Միքայել Մելքումյանի կամ մեկ այլ մեր գործընկերների, այլ շատ կարևոր մի առաքելության համար, որ այո, առաջարկ Հայաստանի կոնցեպտը իրականացվի, որ ի վերջո մենք բոլորս դուրս գանք այս իրավիճակից, որի մեջ մենք հայտնվել ենք, որովհետև եթե ի սկզբանե քաղաքական ուժը, նպատակա sense սլված գնում է դեպի պայմանական, մի քանի մանդատ ստանալու մեզ դա հետաքրքիր չի, ստե մանդատի խնդիրը չի, մի անգամ անկեղծ եմ ձեզ ասում, որովհետև խնդիրը թե ինչպես եւ ոնց կիրականացվի այն ծրագիրը, խոսքը առաջարկ Հայաստանի մասին է, որը ըստ էության ժողովրդական ծրագիր է, ժողովրդի կողմից կազմված ծրագիր է, ոչ թե տաքու կաբինետներում նստած, այտենց գալստուկով ձյաձյաներ ու ծյոծյաներ են գրել, ոչ։ Բայց ինչն է փոխվել 2021 թվականի համեմատ, ոչ 2021-ին չկարողացաք մտնել խորհրդարան, իսկ հիմա կարող եք։ Եվ իշխանություն կարող եք տեսեք, այստեղ խնդիրը նրանումն է, որ ես չէի անցկացնի ուղիղ համեմատական 21 թվականի հետ, սա մեկ, երկրորդը։ Այո, հասարակությունը շոկի մեջ էր եւ հետ պատերազմի այդ բոլոր, ավտերշոկերը իրանք ազդում էին մարդկանց վրա եւ երրորդը։ Այն ճանապարհը, որը անցավ Հայաստանի Հանրապետությունը 20 թվականից մինչև 25 թվական, ակնհայտորեն ցույց տվեց, որ այս իշխանությունները ունակ չեն կարող կամ չեն ուզում կամ իրաց չեն
թույլ տալի կամ իրանք միգուցե իրենց ցանկությամբ ներողություն չեն կարողանում ապահովել Հայաստանի Հանրապետության թե անվտանգությունը, թե տնտեսական զարգացումը, գրեթե բոլոր կողմերով սա մի արտահայտություն կա, կարծում եմ կհասկանա ժողովուրդը, պրավալա։ Այդ դպրոցներ, չգիտեմ, ճանապարհներ, գիտեք, ամեն ինչ հասկանալի է, բայց այստեղ լոկ քննադատության հարցը չի։ Երբ որ դու կառուցում ես դպրոց, դու պետքա չէ դպրոցում երեխեքը սովորեն, որ երեխեքն են սովորել, ու լտեսեք ագնացող տեմպը արտագաղթի։ Դուք տեսեք, որ բոլորը շանսերը մեծացել է, այսինքն տարվա ընթացքում։ Տեսեք, մենք պետք է դուրս գանք ընդդիմություն իշխանություն տիրույթից, դասական առումով, որտեղ Հայաստանում հիմա դասական քաղաքական իրավիճակ չի։ Մենք պետք է հենվենք հետևյալի վրա։ Կա խնդիր, եւ խնդիրը, այո, այս իշխանության անկարողանում, չգիտեմ, անկարող են, չեն կարող, չեն ուզում, չեն թողնում իրենց, կառավարում են իրենց։ Մենք բազմաթիվ անգամ ձեր տաղավարում քննարկել ենք այս հարցը։ Այս իշխանությունը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, անվտանգային, սոցիալական բոլոր հենքերը։ Երբ որ օրինակ նույն որպես օրինակ, այդ պարտադիր բժշկական ապահովագրությունը, որը ժողովրդի համար, պետք է ծառայել որպես լավ ինչ-որ մի գործընթաց, բայց դրա հետ մեկտեղ այն մասը բուժ սպասարկողները, բուժակները, բժիշկները, բուժքույրերը եւ այլն, իրենց աշխատավարձները շեշտակի կրճատվեցին, շեշտակի ուղղակի, այդ մարդիկ գործից դուրս են գալու, ով է բուժելու, ով է իրականացնելու դա։ Եվ երկրորդը, չեմ ուզում ավել պակաս բաներ խոսեմ, բայց եկեք բան անենք, էլի պարտկով ապրող պետություն, իսկ մենք այսօր պարտկով ենք ապրում։ Մի հատ էլ դուք տեսեք, այս իշխանության ստացած պարգևավճարները 8-ից 2-ից մինչև 10,000 ավելացրած, թոշակները, որ մի ամիս առաջ հեգնում էին թոշակառուներին։ Ասում էին 10,000-ը տալիս ենք, որի ինչ պետք է թոշակառուն անի։ Հասկացան, որ ռեյտինգների անկում գնաց, միանգամից սեր արտնացավ դեպի թոշակառուները։ Առհասարակ այդ սեր արտնանալը նախընտրական փուլում լավ բան չի։ Չնայած բացատրելի է, բայց լավ բան չի։ Եվ այո, ունակ չեն կարող, չեն ուզում կամ չեն թողում կամ կառավարվում են։ Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապայի այս իշխանությանը ասել պատճառը ինչումն է, որ ամեն ինչ պրավալի են տվել, բայց այն որ տալիս են դա ակնհայտ է։ Հիմա անդիմությունը որ կա կարող է փոխել այս իրավիճակը։ Միանշանակ եւ ես կարող եմ խոսել առաջարկ Հայաստանի կոնցեպտի ներքո, առաջարկ Հայաստանի կոնցեպտը դուրս է եկել հենց ժողովրդից, այսինքն ով ավելի լավ գիտի խնդրի լուծումը, օրինակ գյուղատնտեսության, եթե ոչ գյուղացին։ Ով ավելի լավ գիտի ռազմական ոլորտում օրինակ խնդիրները, բացի այն մարդկանցից, ովքեր մասնագիտորեն այդ հարցով զբաղվել են։ Ով ավելի լավ գիտի արտաքին քաղաքականության, բոլոր ելևէջները, օրինակ այն մարդկանցից, ովքեր դիվանագետ էին։ Հասկանում եք, խնդիրները մենք բոլորս առավոտից երեկո հնչեցնում ենք, ես, դուք, մեր մեծարգո հեռուստադիտողները, մենք հնչեցնում ենք խնդիրը չի, խնդիրը լուծումը, ճիշտ լուծումը գտնել է, եւ այո, ես կարծում եմ մեզ մոտ ստացվեց, եւ ամենակարևորը, ինձ համար ամենաբարձր ցուցիչը դա այն ժողովրդական արձագանքն է, որը ուղղակի աննախադեպ է։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, ճիշտ է, պարոն Ծառուկյանը ակնարկում էր, ասում էր, հեսա կտենաս, մենք որ կոնցեպտը սկսի արդեն զարգանալ, մարդիկ միանգամայն եւ միանգամից կկպնեն այս կոնցեպտին, կկպնեն այն առումով, որ կսկսեն առաջարկներ անել, խնդիրներ բարձրաձայնել, բայց այդ քանակությամբ ասում եք, այդ տարափը որ գնաց, ուղղակի այսինքն առաջարկներ էին Հայաստանի առաջարկներ, բազմաթիվ մարդիկ գալիս էին օֆիս, չգիտեմ, դուռը ծեծում էին, ասում էին, տեսեք, սենց խնդիր կա, տեսնում ենք խնդրի լուծումը սա։ Այո, գոյություն ունի համակարգող խումբ, որի լիազորությունների մեջ նաև մտնում է այդ առաջարկները իմի բերել, առաջարկները, որոնք ռելևանտ են, ոնց որ գումարել, մտցնել առաջարկ Հայաստանի մեջ, շատ ծավալուն, այ հիմա մենք ձեզ հետ խոսում ենք, հենց հիմա ձեզ հետ զրուցում ենք, ու հենց հիմա մեր գրասենյակում մարդիկ կան, ովքեր ասում են, այ օրինակ սենց խնդիր է։ Գիտեք խնդիրը, սկսած գլոբալ աշխարհաքաղաքական ինչ-որ, վեկտորներից, բանից,
վերջացրած օրինակ չգիտեմ ոռոգման խնդրի հետ կապված ու ոչ թե գալիս են ասում են եկեք մենք առաջարկում ենք որ ոռոգումը լինի լավը կամ եկեք մենք առաջարկում ենք որ գյուղատնտեսությունը զարգանա լավ ոչ մարդիկ գալիս են ասում են տեսեք օրինակ պայմանական այսինչ տեղերը ոռոգումը պետք է աշխատի այսինչ համակարգով սա այսենց արվում համակարգը սենց է եւ այլն ուղղակի ապշեցուցիչ է եւ անկեղծ եմ ձեզ ասում մի այլ ձև ոգևորող Բայց առանց միավորման հնարավոր է իշխանափոխության կամ մի ընդդիմադիր ուժ որ իսկապես կարող է իշխանության գալ տեսեք յուրաքանչյուր ընդդիմադիր այո մենք ներողություն երբ որ հարց են տալի դուք կա այդ ուժը չկա այդ ուժը մենք հասկանում եք ես Բայց դուք տեխնացուին անգամ դեռ չեք հայտարարել այո եւ ժամանակը կգա ոչ ինտրիգա դա գիտեք քաղաքականությունը հաշվարկների վրա կառուցված է իհարկե եւ հավատացնում եմ ձեզ որ ամեն ինչ իր ժամանակին կիմանանք ամեն ինչ իր ժամանակին կհայտարարենք Խոցելի է տեխնացուն որ անունը չեք հրապարակում դե եկեք ծառայական ասում ում անունը տալիս են քրական գործ է հարցում։ Իսկ դա խոցելիության հետ կապ չունի, դա ճնշումների հետ կապ ունի, այստեղ խոցելիության հարցը չի։ Եվ այո, Գագիկ Ծառուկյանը ճիշտ է, պարոն Ծառուկյանը միանգամայն, հա, ճշմարտությունն է արտահայտում, բայց դրա հետ մեկտեղ կան նաև այն հաշվարկները, որ տեխնացուի, հա, կամ տեխնացուների անունների հնչեցնելու պահը իհարկե թաքունո չենք պայելու կգա չէ ինչ-որ մի պահ որ պետք է ասենք երբ որ կգա կասենք Այսինքն դուք հավատում եք որ կարող եք իշխանության հասնել իշխանափոխության հասնել մեծամասնություն կազմել եւ ընդդիմադիր որևէ ուժի աջակցություն պետք չլինի Ես չասացի որ ինչ որ ուժերի պետք չի լինի կամ պետք կլինի հասկանում եք քաղաքական process-ը հիմա այս փուլում խոսել դրա մասին պետք չի այո իհարկե եւ համարում եմ բացահայտ հնարավոր հաշվի առնելով մարդկանց ակտիվությունը նույն առաջարկ Հայաստանի շուրջ իհարկե եւ այստեղ խնդիրը տեսեք ես մի բան էլ ասեմ այստեղ խնդիրը նա չի որ քաղաքական ուժը հա ընտրություններից առաջ ասում է չէ մենք պետք է գանք իշխանության մենք բոլոր շանսեր ունենք բան դրա մեջ չի այսինքն լոկ քաղաքական խոսույթ չի սա ես օբյեկտիվորեն հենվում եմ այն process-ների եւ գործընթացների վրա որոնք պատտվում են առաջարկ Հայաստանի պլատֆորմի շուրջ եւ այո ավելի քան համոզված եմ որ մարդիկ adekvat եւ մարդիկ շատ գիտեք առանց քաղաքական հա տենց ինչ որ վատ իմաստով երանգավորումների շատ լավ հասկանում են իհարկե հետաքրքրվածությունը կա այս ամբողջությունն ավելի բարձր է քան 21-ին այսինքն միանշանակ ես անկեղծ եմ ասում եւս մենք անգամ կրկնեմ ես չէի պատկերացնում պարզապես ակտիվությունը մարդկանց հասարակ մարդկանց եւ այստեղ ոչ թե մեր կուսակիցների մեր կուսակցական կառույցների հա չնայած իրենք էլ են գերակտիվ ինչի համար շատ շնորհակալություն Ժորժ ջան հասարակ մարդկանց այն գլխից էլ հայտարարվել է առաջարկ Հայաստանի կոնցեպտը վերկուսակցական է առաջարկ Հայաստանի կոնցեպտը չի վերաբերվում ոչ մի պարագայում ինչ որ նեղ կուսակցական շահերին որովհետև այն խնդիրները որոնք ծագել են Հայաստանի Հանրապետության առջև իրենք չեն կրում նեղ կուսակցական բնույթ հասկանում եք եւ այս պարագայում այն տրամաբանությունը որով մենք շարժվում ենք ինքը ոչ թե հույս է տալիս, հա, այլ ինքը իրականում աղաղակում է, որ առաջարկ Հայաստանի կոնցեպտը ինքը շատ մեծ արձագանք է ստանում։ Ինչ վերաբերում է ընտրության իտոգներին, ինչ վերաբերում է արդյունքներին ընտրության, ապա այստեղ ես արմանաբոյն գով շատ բան ուզի, հա, բայց վերջնական որոշողը ժողովուրդն է, ժողովուրդը ոնց որոշի տենց էլ կլինի, իսկ մեր ժողովրդին կներեք որ ասում ասենց մատի շուրջ չես պատտասնի հիմա անցել է արդեն այդ շոկային իրավիճակը երբ որ շատ մարդիկ գիտեք ոնց ուղակի ասենց իրենցից հրում էին նեգատիվ գործընթացներ խոսք 21-ի մասին ա գնում դրամը ոչ մասնակցեցին ոչ եկան եւ այլն հիմա լրիվ հակառակ պատկեր է եւ այստեղ պետք է լինել շատ հստակ եւ պարզ այո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այո Առաջարկ Հայաստանի պլատֆորմը, այո, Գագիկ Ծառուկյանի
հնչեցված բոլոր կարևորագույն թեզերը ասում են միայն մի բան. սա նախընտրական, խնդրում եմ ճիշտ հասկացեք, ինչ որ կարգախոսներ չեն, դա այդպես է։ Այո, Բարգավաճ Հայաստան, այո, զարգացող տնտեսություն, այո, երաշխավորված խաղաղություն, երաշխավորված, այլ ոչ թե ներողություն, հա, տենց բանով խաղաղություն, ասես դե լավ խաղաղությունը ինչով է երաշխավորում։ Ահա, դուք ուզում եք բերեք հասկանում եք։ Հիմա դուք որքան ներկայացնեք, որ միայնակ եք մասնակցելու եւ դուք կարծում եք, որ դուք միայնակ իշխանապողության եք հասնելու, իշխանությունը ներկայացնում է ձեզ որպես եռագլուխ իշխանություն, պատերազմի կուսակցություն եւ մեկ ամբողջության մեջ է ներկայացնում հանրությանը։ Դե իրենց կոնցեպտն է դա, իրենց կոնցեպտը իհարկե երեք հիմնական հավակնող քաղաքական միավորները Ռոբերտ Քոչարյան, Սամվել Այո, Կարապետյան, եւ Գագիկ Ծառուկյան, ամեն մեկը իր ճանապարհով է գնում, իր ուղով է գնում, խոսքը գնում է, հա, ընդհանուր քաղաքական տրամաբանության մասին, իսկ այն որ այս իշխանությունը փորձում է այդ եռագլուխ հրեշ, եթե մենք հրեշներից ենք խոսում եռագլուխ, բերանս բացեմ էլի, այնքան ասեմ իրականում լավ չի լինի, որովհետեւ երբ որ խոսում են խաղաղությունից այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք ինչ գիտեք, ինչ արուն ասես չբերեցին այս գլխին։ Բայց ասում եմ մենք ամեն դեպքում կարողացանք նախաստորագրել։ Հիմա դուք ասում եք գանենք վերանայենք, ինչ ոչ, ստում են, ոչ մեկ չի վերանայում։ Ոչ, այստեղ վերանայման մասին ո՞վ է բան խաղաղության ռևիզիա եք ուզում անեք, ասում եմ։ Սուտ են ասում, հասկացեք, այդ մարդիկ այնքան սուտ են ասել, որ իրենք իրենց հակասում են։ Երբ որ իրենք ասում են վերանել, վերանայման մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ բանակցային գործընթացը խաղաղության հետ կապված ինքը պետք է միայն եւ միայն երաշխավորված խաղաղության կոնցեպտի ներքո լինի, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին եւ անվտանգային համակարգին։ Եթե այդ մարդիկ գալիս են ասում են դուք ռևիզիոնիստ եք, հա դուք էլ Թուրքին հոգնեցիք Հայաստանի Հանրապետության շահերը հանձնելով։ Գիտեք այնքան բան կարելի է ասել։ Ես առհասարակ կոչ եմ անում ուրեմն չափի մեջ մնան։ Պարզապես չափի մեջ մնան, էլի։ Այդ իրանց նախընտրական տենց բաները Բայց դա իրենց օգտին են օգտագործում, այսինքն այդ նախկիններ կա, մեկ ամբողջության մեջ ընդդիմության ներկայացնում են եւ ասում են այլ ընտրանք չկա, կամ մենք կամ իրենք ունեն երկու կարևորագույն առանձնահատկություն, առաջին այնքան են ստել, որ արդեն իրանց ասածները իրար չի համապատասխանում, օրինակ իրանք ասում են խաղաղություն են բերել, ասում են եթե իրանք չլինեն կլինի պատերազմ։ Երկու դեպքում էլ ստում են։ Առաջերտին իրենք խաղաղություն չեն բերել, այլ բերել են գործընթաց, որը պարտվողական հիմքերի վրա ժամանակավոր հրադադար է, որովհետև նույն Ադրբեջանը պարզունակ ոչ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտից է հետ կանգնել, ոչ հետականգն է Հայաստանի Հանրապետությունից պահանջելով Միջանցք, որը գեղեցիկ ձևով ու պակովկայնարը թրիփի մեջ ու բերել են մարդկանց են, հա, տենց խափում։ Ոչ մի բանում Ադրբեջանը հետ չի կանգնել։ Չնայած Ադրբեջանը առաջնային հետաքրքրված է, որ այս իշխանությունը վերարտադրվի։ Թուրքիա, Ադրբեջանը եւ ներկայիս Հայաստանի իշխանությունը, եթե եռագլուխ, ինչ էին ասել, կուսակցություն, այո։ Հա, դե հիմա եթե եռագլխության մասին են խոսում, թողնա տեսնեն այդ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայիս իշխանությունների նպատակները ո՞նց է լինում, որ իրար տենց մեկին մեկ համընկնում է։ Հիմա ով է եռագլուխ հրեշ։ Բերանս բաց է։ Ով է եռագլուխ հրեշ։ Ով այն իշխանությունը, որ ներողություն առավոտից երեկո արդեն ինքը չգիտի մի սուտը ստի վրա կառուցելով, մարդկանց ահաբեկելով, բա որ խաղաղություն են բերել, շանտաժի են ենթարկում ժողովրդին, շանտաժի են ենթարկում, ասում են մենք չլինենք պատերազմ կլինի։ Կարոզ արշավի ժամանակ Փաշինյանը լոռի է գնացել եւ ասում է դեր կանգնիր խաղաղությանը։ Հա, ժողովուրդը պետք է մեզ ընտրելով դեր կանգնի խաղաղությանը։ Այո, եթե իրանք տես բան են արտահայտում, ըստ էության ասում են, որ ժողովուրդը տեր կանգնի արևմտյան Ադրբեջան ձևավորմանը։ Էդ է իրանց խաղաղության կոնցեպտը։ Արևմտյան Ադրբեջանն է իրենց խաղաղության կոնցեպտը։ Այդ մարդիկ վեր են ազգային, պետական, բոլոր վեր ես վատ իմաստով եմ ասում։ Այդ մարդկանց համար կարևորագույնը իրանց աթոռները մնա, կլինի դա Հայաստանի Հանրապետություն, թե արևմտյան Ադրբեջան, իրանց միևնույնն է։
Հիմա այդ որ եռագլուխ հրեշ են ներկայացնում, ամբողջություն են ներկայացնում, դուք սպասում եք, որ առաջիկայում նոր ճնշումներ կլինեն, կալանավորումներ, ձերբակալություններ, այսինքն կոնկրետ այդ մեծ վտանգ իրենք տեսնում են իշխանապետը եւ կտրուկ քայլերի կգնա Փաշինյանը։ Ես չգիտեմ, չեմ ուզում հիմա կանխատեսումներ անեմ, չեմ ուզում Վանգայի դերը ստանձնեմ։ Համենայն դեպս հաշվի առնելով այն բեքգրաունդը, որ ունի այս իշխանությունը, ոչ մի բան բացառել ես չեմ կարող։ Այնուամենայնիվ, հա, բայց պետք է հասկանալ մի բան։ Առավոտից երեկո մարդկանց վախացնում են։ Հիմա խաղաղություն բերած իշխանությունը ինչի է վախացնում մարդկանց։ Բա խաղաղություն եք բերել։ Խաղաղություն ինչի եք վախեցնում մարդկանց։ Եվ ասեմ մի բան, թող շարունակեն։ Գիտեք ինչի համար, որովհետև դա աշխատում է իրանց ի վնաս։ Ժողովուրդը շատ լավ մարդիկ, նույնիսկ իրենց երկրպագուները, դե լավ սենց ասեմ, շատ լավ հասկանում են ով է ինչ բերում, ով ինչի է ունակ եւ առհասարակ ով է գոնե քաղաքական առումով համապատասխանում իր խոսքերին։ 21 թվականի մի հատ ծրագիր իրենց բացեք կարդացեք։ Մի կետ չկա որ խախտած չլինեն։ Բայց Շուշի էիք խոսք տալի հետ բերեիք։ Ասում եք տղեկը թող մի 2 ամիս սպասեն, 2 ամիս հետո հետ կբերեք։ Բա ուր է։ Ինչ իրանց թվում է այնց մարդիկ, հա, այնց թիթերի հիշողություն ունեն։ Հիմա ասում են 65% համադրական մեծամասնություն են կազմում։ Որտեղից այդ 99 ասեն։ Թող 99 ասեն։ Հա, ոչ չեն ասի որ պրավալի են գնացել։ Ինչեր մինը ջան, պետք է այն են ասել, բա ինչ են արել։ Միանշանակ պրավալի են։ Հիմա որ գնում է դրսերում, ինչու որոշ մարդիկ շատ ոգևորվում են նրան տեսնելիս։ Ասում են դու մնա որ խաղաղ ապրենք։ Առաջ բոլոր մարդիկ, այդ տեսեք դուք պատասխանեցիք ձեր հարցին։ Առաջ բոլոր մարդիկն էին ասում, իսկ հիմա որոշ։ Թող վերջ, կարծում եմ քննարկելու բան էլ չունեն։ Իդեպ այդ քարոզարշավը իսկապես հայելի է այն իրականությանը, որ կա այսօր եւ արդյոք անսպասելի էր իր համար այդ արձագանքը։ Ես կարծում չգիտեմ ճիշտն ասած, ես չգիտեմ որտեղից են իրենք տեղեկությունները ստանում։ Ամենայն դեպս բոլոր այս գործընթացները, որոնց մենք ամեն օր ականատես ենք լինում, ակնհայտ են տալի մարդկանց վերաբերմունք, ակնհայտ են տալի ժողովրդի վերաբերմունք, ակնհայտ են տալի իրականում թե ինչ մթնոլորտ է Հայաստանում, մնացած այդ սոցհարցումներ եւ այլն, այո, իրենք շատ կարեւոր դեր ունեն, բայց ամենակարևորը մարդկանց վերաբերմունքն է, որը ակնհայտորեն ցույց է տալի։ Ես չեմ ասում լավն է թե վատ, հա։ Այո, գոյություն ունի Հայաստանում իրավիճակ, մարդիկ կան սիրում են իշխանություն, մարդիկ կան սիրում են ընդդիմություն եւ հակառակը, ատում են իշխանության, ատում են ընդդիմությանը, ըստ դա չի խնդիրը։ Խնդիրը նրանումն է, որ նույնիսկ կրկնեմ իրենց համակիրները հասկանում են, որ այս իշխանությունը իրականում ունակ չի։ Եվ երբ որ իրենք խոսում են խաղաղություն, ես դες էլի ասեմ, իրենց համար խաղաղության մոդելը, որ իրանք իրականացրել, նույն Արցախը վերցրեք, խաղաղ չէ Արցախը։ Կամ այդ որ տենց առավոտից երեկո ընդդիմությանը տենց ինչ որ կպնում են բաներ են, դա Տալիևին կպեք։ Կպեք այդ մարդուն, ով ձեր վրա մատ էր թափ տալի, ով հայ ժողովրդին կենթանիների հետ էր համեմատում, ով ռեխը բաց ժպիտը ծերից ծեր բան էր անում, ուրախանում էր, որ ռմբակոծվում էր օրինակ Ստեփանակերտի ծննդատունը, ով միջև հիմա 240 կիլոմետր հայկական տարածքի օկուպացիայի տակ է պահել, ով առավոտից երեկո հեգնանքով հետներս խոսում են, բա իրան մի երկու բառ ասեք, ինչի չեք ասում, այդքան սիրում եք իրան, հա։ Հա, ես չեմ հասկանում, հասկանում եք տենց լուրջ դեմքով։ Դե ընտրություններ են հասկանալի է, ասում է Փաշինյանը, որ պետք է մեկ-մեկու այդպես քննադատենք։ Իհարկե բառապաշարի մասով այն ինչ որ ինքն է սպառնում, օրինակ Սամվել Կարապետյանին, որ ունե զրկելու է, սննկացնելու է, այդ բառապաշարը, որ ինքը ներկայացնում է։ Ես եւս մեկ անգամ։ Ինչի է գնում այդ կոշտ բառերի։ Ես կարծում եմ, որ ինքը խնդիր ունի ոչ թե ընդդիմության հետ, Շնորհիվ ինքը խնդիր ունի, հա, որպես իշխանություն պետք է խնդիր ունենա ընդդիմության հետ, եւ ընդդիմությունը պետք է իշխանությունը խնդիր ունենա։ Եթե չունեն, ուրեմն չկա ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն։ Բայց իշխանությունը խնդիր ունի կոնսոլիդացնել իրենց սակավաթիվ երկրպագուներին, դե լավ սենց ասեմ, կամ ընտրողներին, հա, ինքը պետք է միշտ պահի, սենց ոնց որ հավաքված վիճակում։ Եվ սա է հիմնական, կարծում եմ դրդապատճառը, երբ որ ուղղակի, գիտեք, sense լսում ես, ես մա չեմ ուզում, հա, անձերի անուններ տամ, բայց այնուամենայնիվ մեկ բան արա դե լավ ասում ես, դե լավ էլի։ Հա, հասկացանք, ինչ որ մի զանգվածի դուրը գալիս է։ Բայց փառք Աստծո, այն մարդիկ ում դուրը գալիս է, հայհոյանքը, այն մարդիկ ում դուրը գալիս է, վիրավորանքը, այն մարդիկ ում դուրը գալիս է,
անպարկեշտ դե լավ sense ասենք արտահայտություններ իրենք արդեն կազմում են բացարձակ փոքրամասնություն փառք ասու Մոսկվա այցից ինչ կասեք ինչպիսի հանդիպում էր Փաշինյանը արդյոք իրեն ասեց ինչպես որ պնդում են որ ինչ որ որոշել էր ասեց առասարակ ինչ կարևոր մեսիջներ մեզ ուղարկվեց եւ արդյոք վերջնագրեր էին դրանք թե ուղղակի ներկայացում էր խնդիրները տեսեք տեղի ունեցավ այն ինչի մասին Էրմինե ջան մենք ստեղ խոսացել ենք որ եթե ինչ որ մեկին թվում էր որ ինքը ԵԱՏՄ-ից տենց հա կոկտվի հետո մի գեղեցիկ օր ներողություն շուտ կգա ու կասի ես գնացի ԵՄ այսինքն այդ ֆինանսական չգիտեմ էներգետիկ եւ այլն հա բոլոր այդ պրեֆերենցիաներից կոկտվի չարաչար սխալում էր մեզ ըստ էության ինչ ասացին մեզ ասում են ընկեր իրականություն է տնում ենք մի կողմ քաղաքականությունը ԵԱՏՄ շուկան ապահովում է Հայաստանի սպառումը իմպորտը վառելիքը մեր մոտ արտադրված ապրանքի գրեթե չգիտեմ որոշ ցուցանիշներով 100%-ի իրականացումը ԵԱՏՄ-ում արտոնյալ մեզ համար շուկայում ու ԵՄ-ն որը բացի նրանից որ ասում է գնա ռուսի կոկորդը կրծի դրա համար քեզ կտամ վիզայի ազատականացում ուրիշ բան չկա տեսեք ԵՄ-ն ներքին կանոնը ես չեմ մեղադրում ԵՄ-ին ինքը պաշտպանում է իր շահերը մեր շահերով է պաշտպանելու ներքին կանոնակարգը ԵՄ-ի չի ենթադրում ոչ մի պարագայում հայկական օրինակ նույն Ծիրանի կոնկուրենտ իրավիճակում այսինքն սպառմանը մոտիկ գնա գոյացման պարագայում իրացումը Եվրոպայում Ուկրաինային տեսեք որպես օրինակ Ուկրաինային փող տալիս են զենք տալիս են ասում են գնա փրթվի կռվի մերի ռուսի հետ այդ կռվի մեջ գնա բայց երբ որ հարցը գալիս է տնտեսականին ասում են նո ստոպ հիշում եք լեհերը որ սահմանը փակել էին ուկրաինական գյուղմթերքը մի քիչ մտավ Լեհաստան հոպասին էլ մի րոպե ու փակեցին սա նու ձեզ սոմա մեզ դա չի սպասում Վրաստանը դե լավ նույն Վրաստանի օրինակը մեզ դաշ չեղավ մենք անպայման պետք է ուռա ապագա գոռալով ֆրանսերեն կամ անգլերեն պետք է գնանք այդ փոցխի վրա տրնգի պարենք Դե բայց Փաշինյանը գիտի որ այդպես է հիմա ասում է մենք ուղղակի օրենքի ընդունել ենք մեր դիրքորոշումն ենք հայտնել այնտեղից ինչքան կանչեն այնքան կմոտենանք կգնանք այսինքն այդ խնդիրը ինքը ներկայացնում է ըստ էության չկա հիմա դա համոզում է Ռուսաստանին թե ոչ եւ ոչ ցավով եմ արձանագրում կոշտ վերաբերում ես ոչ թե կոշտ են վերաբերում մեր արչև դնում են խնդիր ասում են ընկեր գնում ես Եվրոպա գնա բայց այդ պարագայում դու արտոնյալ ԵԱՏՄ-ից ոչ գազ ոչ սորեն ոչ բան չես ստանալու քո ապրանքն էլ արտոնյալ պայմաններով չի վաճառվելու Ռուսաստանում իշ դժվար բան են ասում դե ասած ինչքան կարողանում ենք հիմա կարողանում ենք ոնց թե մի րոպե փաստորեն օգտագործես հա ծեր մի կառույցի հնարավորությունները հետո մի գեղեցիկ օր ասես դե լավ ես գնացի հա չհասկացես ես ինչ ձև է տես չի լինում եւ սա է ցույց տալի սակավա մտությունը այս իշխանության որ նույնիսկ այդ հաշվարկը չեն կարող անել որ ոչ ոք չէր սպասելու որ դու գյուր հա սոցիալական իրավիճակը երկրում կպահպանես հետո վաղը ժամանակը հա կգա դու տենց կթեքվես դեպի ԵՄ ու տենց ուռագոռալով կգնաս բայց հասկանալի է չէ որ ԵՄ թեքվելն էլ երկար տարիների գործընթաց է դրա համար ռուսները ասում են դու գնում ես այդ ճանապարհով գնա մենք դեմ չենք բայց դրա հետ մեկտեղ դու պարտավոր ես ուրեմն անես ընտրություն եթե գնում ես ուրեմն ԵԱՏՄ շուկայի հետ չգիտեմ դու սարի ու շուկայական հարաբերություններ պատկերացնեք դա ինչ է ես ուղղակի չգիտեմ լեզուս չի ֆռում նույնիսկ դա ասեմ եւ սա օբյեկտիվ իրականություն է կներեք այդքան կլինի հակառուսականությունը ռուսին բզել բա մի օր պետք չէ շուռ գար պատասխանը տար Ցավոք, այս իշխանության սխալների համար պատասխան ենք տալի մենք հասարակ ժողովուրդը։ Հնարավոր է մոտ ժամանակներս իսկապես գազի հետ կապված գնի թանկացում չեմ կարաս ապրանքների արտահանման մասը, որովհետև խոսեց, որ ապրանքների մեծ մասը գյուղմթերք։ Այո, թե Եվրոպա տանեն։ Բա ինչի չեն տանում Եվրոպա։ Արտահանում եք Ռուսաստան։ Թո տանի Եվրոպա, խիչ տանում։ Դե ստանդարտներին չի համապատասխանում։ Իսկ գիտեք ինչի չի համապատասխանում, որովհետև այնպիսի արտաքին ներմուծման համար ստանդարտներ են դրել եվրոպացիները, երբեք էլ չի համապատասխանում։ Ուղղակի։
Ասում են շուկան բացաբեր, չի համապատասխանում ստանդարտներին։ Այո, պետքա բարձրացնել ստանդարտները։ Պետքա, ոչ մեկ չի ասում։ Հիմա հարաբերություններն ավելի խորացավ դեպի վատը Փաշինյանի գալուց հետո, որովհետև տեսանք Օվերչուկի խիստ հայտարարությունները դրանից հետո։ Այսինքն ես էլի եմ ասում։ Երբ որ դու գեներացնում ես հակառուսական, գիտեք զավեշտը ինչու՞մ է։ Շատ մարդիկ, ովքեր Ռուսաստանի հետ ունեն բարեկամներ, փոխհարաբերություն, նույնիսկ ապրում են այնտեղ բարբերաբար, հա, լուրջ հակառուս են դարել։ Դե որ դարել եք, ունում են պտուղները քաղեք, պետքա պատրաստ լինենք, եթե մենք աշխարհակահաղական վեկտորներ են, չէ՞, իրար հետ հակամարտող։ Դու թղթի վրա Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ նվազագույնը գործընկեր ես։ Եվրոպան հայտարարել է, որ իր առաջնային նպատակը Ռուսաստանին ստրատեգիկ պարտության ենթարկել։ Եվրոպան նախապատրաստվում է պատերազմի։ Ռուսը ասում է, դու գնում ես դեպի մի կառույց, որը իմ դեմ պատրաստվում է պատերազմի։ Այդ պարագայում ինչի համար ես պետքա սուբսիդավորեմ քո տնտեսությունը։ Շատ պարզ է։ Ինչի համար պետքա հակառուսականության գեներացման ներքո մենք շարունակենք խաղալ, չգիտեմ, իբր ոչ մի բան չի կատարվում։ Ամեն ինչի վերջը գալիս է։ Իսկ երկաթուղու մասով ինչ որոշում նույնը հակառուսականության մեջ է։ Փաշինյանն ասում էր մենք կքննարկենք, կհասկանան, բայց մենք տեսանք իր գալուց հետո Օվերչուկը ավելի խիստ հայտարարություններ արեց։ Այո, որովհետև ցույց տալով, որ անընդունել իրենց համար, բայց այս ֆոնին եկավ նաև Ղազախստանի արտգործնախարարը, տարածաշրջանային Ադրբեջան, այո, գնացել էր։ Տեսեք, այս պարագայում մենք պետք է ֆիքսենք հետևելը, հետևողականորեն ռուսական տնտեսական, հա, ազդեցությունը Հայաստանը փորձում են թույլատնել փոխարինելով ում ազդեցությունով։ Այն աշխարհակահաղական կենտրոնների ազդեցությունով, որոնք ամենամոտիկ գործընկերներն են Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին եւ Ադրբեջանին եւ Թուրքիային, ամենակարևորը Թուրքիան եւ Ադրբեջանին։ Եվ այստեղ ես մեկ վարքյան չեմ կասկածում, որ եթե հանգարց սրանց հաջողվեց երկաթուղու, հա, կոնցեսիան ինչ-որ մեկին տալ, նույնիսկ եթե լինի, չգիտեմ, աֆրիկյան պետության անվանում, դա լինելու է թուրքական եւ ադրբեջանական կապիտալ, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը միայն եւ միայն որպես ժամանակավոր ընդգծում եմ էթնոքաղաքական միավոր, որի տեղը պետքա ձևավորվի Արևմտյան Ադրբեջան։ Այդ քաղաքականությունը համապատասխանում է հակառուսական քաղաքականությանը Եվրոպայի եւ Ամերիկայի։ Ուզում, որ իսկապես փոխվի։ Իհարկե։ Ինչը փոխվի։ Ղազախստանին տրվի։ Ադրբեջանը չի ուզում, Ադրբեջանը պայման է դրել, ասել է ակնհայտորեն, որ տեսլականը խաղաղության պետք է համապատասխանի Ադրբեջանի տեսլականին։ Իսկ Ադրբեջանի տեսլականը եւ տարածաշրջանը մենք չկանք։ Եվ մենք չկանք, հասկացեք։ Իրականում չկանք այս ամբողջ ռասկլադների մեջ։ Ու մարդկանց բան են, խաղաղության մասին են խոսում, դա ձեր խաղաղությունը։ Իդեպ արտգործնախարարն ասաց, որ երրորդ կողմ է հետաքրքրված թրիփի մասով, բայց չասաց, որ երկիրն է։ Դե ինտրիգը պահեց, ակնհայտ Թուրքիա-Ադրբեջան, ակնհայտ։ Տեսեք, թրիփը ինքնին։ Բայց ամեն դեպքում շարունակվում է աշխատանքը Միրզոյանի ասելով, այսինքն այն, որ ասում է կանգնել է աշխատանքը, վերջ Իրանի պատերազմն ավարտվեց։ Տեսեք, իրանք շատ բան կարող է ասել։ Աստված ոչ անի բայց Պենտագոնից էլ ասեցին, որ շարունակվում է։ Պենտագոնը հիմա որտեղ է։ Կներեք Իսլամաբադում բանակցությունների մեջ է, չէ՞ իրանցիների։ Եթե 2 տարի առաջ Աստված ոչ անի, ստե արդեն ենթակառուցված լիներ ամերիկյան։ Մի վարքյան չկասկածեք, որ Իրանը նեյտրալիզացնելու էր։ Ինչպես նեյտրալիզացվեց Սաուդյան Արաբիայում, չէ՞, Էմիրություններում, Բախրեյնում եւ այլն։ Հիմա այս պարագայում, երբ որ մեզ լոլոներ են կարդում, այսինքն մեզ ինչ են ուզում ասեն, որ ոչինչ, որ ամերիկացիները ռմբակոծում են Իրանը, ոչինչ, որ Իրանը այս պատերազմից գեր ուժեղացած է դուրս գալի, մեկ-մեկա շարունակելու են կառուցել հակաիրանական ըստ էության, հղում եմ տալի իրանցի մասնագետների խոսքերին, մի ենթակառուցվածքի, որը Իրանը համարում է իր ազգային, ասենք ասենք, սպառնալիք, անվտանգության սպառնալիք։ Սա ես հնչեցնում եմ իրանական փորձագետների։ Փորձագետներն ասել են, բայց արտգործնախարարը չի ասում սպառնալիք։ Իհարկե, որովհետև գոյություն քննարկեցինք, հասկացանք ամեն ինչ ասում։ Որ արտգործնախարարը։ Նեղություն դեսպանը Հայաստանում, Իրանի։ Հասկացեք, դեսպանի ֆունկցիան ո՞րն է, դեսպանը ներողություն չի հելնի, չէ՞, ամեն ինչ ծերից ծեր ասի։ Մտահոգություններ հնչում են, բայց սպառնալիք չեն անվանում։ Իհարկե, դուք չեք լսի սպառնալիք։ Իրանը սպառնալիք էր հնչեցնում Սաուդյան Արաբիայի կամ Էմիրությունների ուղղությամբ։ Այստեղ խնդիրը ուրիշ է, ուրիշ տեղ է։ Իրանը մեզ եղբայրական երկիր է, որի հետ մեզ համար շատ կարևոր է պաշտպանել եւ պահպանել
նորմալ հարաբերություններ։ Սա մեկ, երկրորդը թրիփը այն տեսքով, որով հիմա ինքը կա, ես չեմ ասում հետո օրինակ, հա, կներգրավեն այլ խաղացողներ, խոսքը Թուրքիա, Ադրբեջանի մասին չունենք, Չինաստան, Ռուսաստան, Իրան, ինքը կլինի լոգիստիկ հաբ, չի լինի Միջանցք, որովհետև այս տեսքով հիմա թրիփը Զանգեզուրի Միջանցք է, որը վերահսկվելու է ամերիկացիների կողմից թուրքերի, ադրբեջանցիների օգտին դեմ Իրանին։ Սա է։ Եվ ինչ ուզում են կարան հայտարարեն, ինչ ուզում են կարան խոսեն, մենք չենք նկատել, որ օրվա ընթացքում 4 անգամ համաշխարհային մակարդակով իրավիճակը փոխվում է։ Եվ ես ուղղակի ծափահարում եմ այս իշխանության լավատեսությանը, որը կարող է ինչ-որ բաներ, հա, սենց լուրջ թրիփի մասով ասի։ Այսինքն իրավիճակը կարող է այնպես փոխվել, որ Փաշինյանը դառնա շատ ռուսամետ օրինակ գործիչ եւ փոխվի ամբողջ մեր արտաքին քաղաքականությունը։ Այս իշխանությունը ոչ թուրքամետ է, ոչ ադրբեջանամետ է, ոչ ամերիկամետ է, ոչ եվրոպամետ է, այս իշխանությունը պարգևա վճարա մետ է, աթոռա մետ է, պադավատա մետ է, մանդատա մետ է, սա է։ Վերջ, այստեղ արդեն կարելի է, որ ասում եմ, բան չանել, չխորանալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։